Պիտի շարունակենք Սուրբ Եփրեմ ասորի հոգևոր խրատները։ Սուրբ Եփրեմի խրատները բաժանված են զանազան գլուխներու, այսօր պիտի անդրադառնանք ճշմարտության եւ սուդի մասին։ Առաջին ճշմարտության մասին։ Երանի անոր, ով իր կյանքը ճշմարտության եւ գահամապատասխանեցնե եւ ոչ թե ամեն տեսակի սուդերու ворսը կդառնա։ Երանի եւ հազար երանի անոր, որ ճշմարտության կորձիչ դարձած է։ Հովաննու ավետարանի մեջ Հովանես Մգրդիչ հետևյալ վկայությունը գնե. Ով որ անոր վկայությունը կընդունի, հաստատած գլա թե Աստված ճշմարիտ է, եւ անոր մեջ սուտ չկա։ Եվ ով չի պարապաներ ճշմարտությունը պահպանողին, քանզի ան կհետևի Աստուծո։ Ով որ ճշմարտության մեջ կբնակի, ան արդարև հաջող է Աստուծո, բոլոր մարդկանց համար օգտակար է եւ ամեն գործի մեջ շիտակ։ Ճշմարիտ մարդը չի հաջողանար ուրիշներուն, արդարատատ է, արժանիքներ եւ պարկ ու բադիվ չի յուրացներ, չար համարեր դնազուրգին եւ չկավորին, իր պատասխաններու մեջ շողոքորդ չէ, դատողության մեջ ճշմարիտ է, գործի մեջ չանաթիր, միապանության մեջ միշտ բարեզարդ է, նենգություն չի ճանչնար, գեղձավորություն չի սիրեր, անմիշտ զարդարված է բարի գործերով եւ ղեկավարվի միայն առաքինությամբ։ Այսպիսով Երանի անոր, ով միշտ գծարե ճշմարտության։ Երկրորդ սուդի մասին։ Սակայն չարապախտ եւ խեղճուկ է ան, ով գաբրի ամենայն սուդի մեջ։ Մեր Տերը Հիսուս Քրիստոս Հովաննու ավետարանի մեջ կսե. Դուք ձեր հոր սատանային զավակներն եք եւ անոր ցանկությունները գադարել գուզեք։ Անիգա սկիզբեն մարտասպան էր եւ ճշմարտության կողմնակից չի եղած բնավ, որովհետեւ անոր մեջ ճշմարտություն չկա։ Եվ սուրբ խոսի իր նկարակիրը ցույց կտա, քանի որ սդախոս մնե եւ սուդին հայրը։ Ով որ գաբրի սուդի մեջ անչունի անվեհերություն, քանզի ադելի է եւ Աստուծո եւ մարդկանց, եւ ով չարդացվեր կյանքը սուդի մեջ անցնող մարդու համար։ Այսպիսի մարդը ոչ մեկ գործի արդիվ խրախուսանքի արժանի չէ եւ անոր բոլոր պատասխանները կասկածելի են։ Հասարակության մեջ զայրույթ եւ վեճեր կստեղծե եւ ընթառական կյանքի մեջ ալ նույնն է, ինչպես ժանքը երկաթի մեջ։ Ան անամոթ եւ լկտի սիրտ ունի եւ զանչի բահեր եւ ծածկեր, ան հոժարությամբ գաղտնիքներ կլսե եւ հեշտությամբ զանոնք կդարածե, ան իր լեզվով կարող է իր գոմ բերել նույնիսկ անոնց, ովքեր գայուն են բարության մեջ։ Ինքն է որ կսկսի գործը, բայց ցույց չի դար, որ ինքն է այդ գործի պատճառը։ Առանց երթումի ոչինչ կնե եւ կմտածե համոզել շատախոսությամբ։ Խապեպան բազմահնար է եւ ջարդարամիտ։ Չկա իր մի ավելի մեծ վիշտ եւ իր մի ավելի անարգ եւ ավելի չար անբադվություն։ Խապեպան ամենքի համար զզվելի, քարշելի եւ ծիծաղելի է։ Անոր համար ուշադիր եղեք ձեր անձերուն հանդեպ գաբանքներու եւ քերության շղթաներու մեջ մի մնաք։ Ամենասուրդ երողության գվայել է պարկը բադիվը եւ երկրպագությունը հավիդյանը միջև հավիդյան ամեն։